Նիհարելու համար արդեն կա կախարդական փայտիկ Օզեմպիկը, բայց արդյոք ամեն ինչ այդքան պարզ է։ Իհարկե ոչ մի կախարդական փայտիկ էլ չկա։ Կա մի նոր պրեպարատ, որը կոնկրետ դեպքերում կարող է նպաստել քաշի նվազեցման գործընթացին։ Ճարպակալումն իսկապես մեծ խնդիր է համաշխարհային առողջապահության համար։ Արդեն բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ ճարպակալման դեմ պայքարը համակարգային խնդիր է եւ արդյունավետությունը շատ ցածր է, իսկ դրա հետևանքով առաջացած հիվանդությունները չափազանց շատ են եւ վտանգավոր կյանքի համար։ Սա նշանակում է, որ ցանկացած նոր հայտնագործություն այս ոլորտում կարող է բազմաթիվ կյանքեր փրկել։ Ճարպակալում ունեցող մարդիկ նույնքան իրավունք ունեն բուժվելու, որքան փչացած ատամով, քաղցկեղով եւ ստամոքսային խոցով մարդիկ։ Երևի չկա մարդկության մեջ երկրորդ այսպիսի հիվանդություն, որի բուժման համար առաջարկվել են այդքան անհեթեթություններ, որքան ճարպակալման համար։ Նիհարեցնող թեյերից, բիոակտիվ հավելումներից մինչև տարատեսակ դիետաներ, ավելի վտանգավոր կախվածություն առաջացնող պրեպարատներ, միզամուղներ, լուծողականներ եւ այլն։ Սրա հետևանքով ճարպակալման դեմ պայքարող մարդիկ տառապում են եւ արդեն չեն էլ հավատում, որ որևէ բան կարող է իրենց օգնել։ Նորից ու նորից ուզում եմ հիշեցնել, ճարպակալումը, ավելորդ քաշը, մարդու ծուլության, ցածր ինտելեկտի նշան չեն։ Սա հիվանդություն է, որի դեմ պայքարը, ասել, որ դժվար է, նշանակում է ոչինչ չասել։ Օզեմպիկի հայտնվելը շատ կարևոր փոփոխություն է, կարելի ասել գիտության համար մեծ առաջընթաց եւ գուցե շատ շուտով լինեն Նոբելյան մրցանակներ։ Բայց ինչպես բոլոր դեղամիջոցների դեպքում, դրա կիրառությունը պետք է լինի հստակ ցուցումներով եւ նպատակներով։ Կան հստակ ցուցումներ եւ հակացուցումներ, որոնց մասին կխոսեմ քիչ հետո։ Բայց Օզեմպիկը շուկա ներխուժեց ոչ ինչպես շարքային նոր պրեպարատ։ Օզեմպիկի հիմքում սեմագլուտիդն է, որը հենց ազդող դեղն է։ Այս դեղամիջոցը նախատեսված է եղել տիպ 2 շաքարային դիաբետի բուժման համար։ 2012 թվականին Novo Nordisk ընկերությունը մշակում է Օզեմպիկը եւ 4 տարի անց ավարտվում են կլինիկական հետազոտությունները։ 2017-18 թվականին ստանում է թույլտվություն վաճառելու համար։ Դանիական այս կազմակերպությունը արդեն շատ մեծ դեր ունի Դանիայի տնտեսության մեջ, այնքան որ տեղ-տեղ դրա կապիտալը ավելի շատ է, քան Դանիայի ՀՆԱ-ն։ Օզեմպիկի կիրառությունը կլինիկական բժշկության մեջ ցույց տվեց, որ այն ազդում է մարդկանց քաշի վրա, եւ պրեպարատը ստացողների մոտ օրինաչափորեն նվազում է քաշը։ Novo Nordisk-ը իհարկե իրեն չկորցրեց եւ ստեղծեց Wegovy պրեպարատը, որը նույն Օզեմպիկն է, այսինքն սեմագլուտիդը, սակայն արդեն գրանցված ճարպակալման բուժման համար, որը հաստատվեց եւ վաճառքի հանվեց 2021 թվականին։ Ըստ վիճակագրության 2023 թվականին միայն ԱՄՆ-ում 5.5 միլիոն մարդու նշանակվել է Օզեմպիկ կամ Wegovy, եւ նույն թվականին նահանգներում դիետոլոգների պահանջը աճել է 1.5 անգամ։ Այս տեսակ հանրահայտ դարձավ Օզեմպիկը իհարկե հոլիվուդյան աստղերի շնորհիվ։ Հեռուստահաղորդավար Օպրա Վինֆրին Օզեմպիկի միջոցով նիհարեց 18 կիլոգրամ եւ առաջիններից էր, որ բացահայտ ասեց, որ նիհարել է Օզեմպիկի միջոցով։ Առհասարակ հիմա Հոլիվուդում նիհարելու էպիդեմիա է սկսվել։ Կա կարծիք, որ բոդի պոզիտիվը իր տեղը զիջում է նիհարելու տենդենսին։ Բայց եկեք մենք մեր համար եւս մեկ անգամ հաստատենք, որ բոդի պոզիտիվը ճարպակալման կամ ավելորդ քաշի պրոպագանդա չէ։ Դա անխտրական վերաբերմունք է մարդուն անկախ իր քաշից եւ տեսքից։ 25 տարի շարունակ, ամեն շաբաթ, ինձ հրապարակային նվաստացրել են, շահարկել են դեղին մամուլում։ Որևէ կատակերգու երբևէ բաց չի թողել առիթը ծաղրել կամ կատակ անել դրա մասին։ Եվ ես ընդունում էի դա, որովհետև կարծում էի, որ արժանի եմ դրան։ Հոլիվուդյան աստղերի մի մասը բացահայտ ասում է, որ նիհարել Օզեմպիկի միջոցով, մյուսները չեն մեկնաբանում կամ չեն ընդունում, բայց նիհարելու տենդենսն ունի իր օրինաչափությունը եւ տրամաբանական կապը։ Օրինակ Քրիստինա Ագիլերան, Լանա Դել Ռեյը, Քիմ Քարդաշյանը, Արիանա Գրանդեն, Սելենա Գոմեսը եւ իհարկե ժամանակակից աշխարհի լեգենդ Իլոն Մասկը, ով բղավում էր Օզեմպիկի արդյունավետության մասին։
Արդեն կարող եք պատկերացնել, թե այսքան գովազդից հետո ինչ կկատարվեր Օզեմպիկի հետ։ Հազարավոր մարդիկ սկսեցին օգտագործել պրեպարատն առանց նշանակումների եւ առանց ցուցումների, եւ ունենք այն ինչ ունենք։ Օզեմպիկը նման է գրիչի, որի մեջ դեղն է հեղուկ վիճակում։ Այն ունի հնարավորություն դոզավորելու։ Հենց իր վրա կա ասեղ, որի միջոցով ներարկում է իրականացվում։ Ներարկումները արվում են շաբաթը 1 անգամ ենթամաշկային։ Novo Nordisk ընկերությունը վերջերս հայտարարել է, որ $2 միլիարդ է ներդնելու, որ ստանա կոճակները խմելու համար։ Եթե շատ կարճ ասենք, ապա Օզեմպիկը իմիտացնում է հագեցվածությունը։ Իջեցնում է ախորժակը եւ դանդաղեցնում է մարսողությունը։ Մեր օրգանիզմում կա պեպտիդ GLP-1, որը արտադրվում է հիմնականում աղիներում, մի քիչ էլ գլխուղեղում։ Հիմա սեմագլուտիդը, այսինքն Օզեմպիկը, սինթետիկ անալոգն է GLP-1-ի։ Ենթադրվում է, որ GLP-1-ը արտադրվում է աղիներում այն ժամանակ, երբ արդեն ժամանակն է հրահանգել մյուս օրգան համակարգերին, որ սնունդը բավարար է։ Այն մտնում է գլխուղեղ, որտեղ կան ռեցեպտորներ եւ փակում է ախորժակը, առաջացնում է հագեցվածության զգացողություն, ինչպես նաեւ գնում է ենթաստամոքսային գեղձ եւ փոփոխում է ինսուլինի արտադրության տեմպը։ Հենց սա է պատճառը, որ պրեպարատը օգտագործվում է նաեւ շաքարային դիաբետի ժամանակ։ Բայց այսօր եկեք հասկանանք, թե ճարպակալման բուժման համար որ դեպքերում են կիրառվում Օզեմպիկը։ Օզեմպիկը պետք է կիրառել բացառապես այն դեպքում, երբ առկա է ճարպակալում, երբ մարմնի զանգվածի ինդեքսը մեծ է 30-ից։ Ահա մարմնի զանգվածի ինդեքսը հաշվելու բանաձևը։ Ցուցված է նաև այն դեպքում, երբ մարմնի զանգվածի ինդեքսը 27-ից 30 է, այսինքն դեռ ճարպակալում չէ, այլ ավելորդ քաշ, բայց առկա են ուղեկցող հիվանդություններ, օրինակ հիպերտենզիա, դիսլիպիդեմիա, շաքարային դիաբետ տիպ 2, պրեդիաբետ, քնի ապնոե, պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ, մետաբոլիկ սինդրոմ եւ այլն։ Կարևոր է իմանալ, որ Օզեմպիկը չի ցուցվում էսթետիկ նպատակներով, օրինակ նիհարել մի քանի կիլոգրամ գեղեցկանալու համար, քանի որ ճարպակալում եւ ուղեկցող հիվանդություններ չունեցող մարդկանց շրջանում հետազոտություններ արված չեն։ Ինչպես նաև ցանկացած հիվանդության ժամանակ դեղ նշանակելիս դեղի կողմնակի էֆեկտները եւ հիվանդության բարդությունները պետք է դնել կշեռքին եւ դեղի հասցրած վնասը պետք է շատ ավելի քիչ լինի, քան հիվանդության հասցրած վնասը։ Որպես դեղամիջոց, այն ցուցված է միայն այն ժամանակ, երբ սննդակարգի երկարաժամկետ փոփոխությունները, ֆիզիկական ակտիվությունը, վարքագծային փոփոխությունները չեն տվել համարժեք արդյունք։ Կան հստակ բժշկական ուղեցույցեր ճարպակալման բուժման համար եւ շատ կարեւոր է հետեւել այդ ուղեցույցերին, հնարավորինս անվտանգ այդ process-ը անցնելու համար։ Ինչպես եւ բոլոր դեղամիջոցները, Օզեմպիկը եւս ունի հակացուցումներ։ Բնականաբար ալերգիաներ սեմագլուտիդի նկատմամբ, վահանաձև գեղձի պաթոլոգիաներ, վահանագեղձի C բջիջների քաղցկեղ կամ էնդոկրին նեոպլազիաներ, պանկրեատիտ, սուր եւ քրոնիկ պանկրեատիտ ունեցող մարդկանց համար հակացուցված է Օզեմպիկը, գաստրոպարեզ, որը ստամոքսի դանդաղ դատարկումն է, սեմագլուտիդը ավելի է դանդաղացնում ստամոքսի դատարկումը, ինչը կարող է վատացնել գաստրոպարեզի ընթացքը։ Հղիությունը եւ կրծքով կերակրումը եւս հակացուցում է եւ խորհուրդ է տրվում դադարեցնել դեղը պլանավորված հղիությունից 2 ամիս առաջ։ Օզեմպիկը խորհուրդ է տրվում 18 տարեկանից բարձր անձանց, քանի որ 12-ից 18 տարեկաններին հետազոտությունները ընթացքի մեջ են եւ արդյունքները սպասում ենք այս տարվա մեջ։ Եվ կան մի շարք հարաբերական հակացուցումներ, երիկամային խնդիրներ, լյարդի ախտահարումներ եւ այլն։ Օզեմպիկն իհարկե ունի կողմնակի էֆեկտներ, որոնց մասին արդեն կան եւ շարունակվում են արվել մեծ հետազոտություններ։ Օզեմպիկ ընդունող պացիենտների մոտ հիմնական կողմնակի էֆեկտներն են սրտխառնոց, փսխում, փորկապություն, երբեմն փորլուծություն։ Բարեբախտաբար այս ազդեցությունները հիմնականում մեղմ են եւ ժամանակի ընթացքում անցնում են։ Տարբեր հետազոտություններով ընդունողների մոտ 70%-ի մոտ սրանք լինում են, բայց 4-5%-ն է դրանց պատճառով դադարեցնում պրեպարատի կիրառումը։
Գոյություն ունեն ավելի հազվադեպ, սակայն ավելի լուրջ կողմնակի ազդեցություններ։ Որոշ պացիենտների մոտ ֆիքսել են սուր պանկրեատիտի դեպքեր, հատկապես եթե նախկինում եղել է պանկրեատիտ։ Մոտ 2% պացիենտների մոտ նկատվել են լեղապարկի խնդիրներ։ Ըստ նոր հետազոտությունների, որոշ պացիենտների մոտ, հատկապես ավելի երկար օգտագործողների մոտ, նկատվել են աչքի հիվանդությունների առաջացման ռիսկեր։ Այս տվյալները նույնպես ինտենսիվ ուսումնասիրվում են։ Կողմնակի ազդեցությունների հետ նույն շարքում են դնում նաև հոգեկան առողջության հետ կապված փոփոխությունները։ Կան նաև պնդումներ, որ Օզեմպիկ օգտագործողների մոտ ավելի շատ են նկատվում սուիցիդալ մտքեր։ Արդեն կան բավականին մեծ հետազոտություններ, որտեղ հերքել են այդ կապը։ Չնայած այստեղ մենք կարող ենք գտնել պատճառ այդ պնդումների։ Շատերի մոտ սնունդը միակ մեխանիզմն է ստրեսը հաղթահարելու, եւ Օզեմպիկը կարծես զրկում է այդ մեխանիզմից։ Այստեղ անհրաժեշտ է զուգահեռ կարգավորել նաև հոգեկան առողջությունը։ Քանի որ Օզեմպիկը չափազանց պոպուլյար եւ նոր պրեպարատ է, արդեն կան բազմաթիվ միֆեր, սուտ պնդումներ, հակաքարոզչություն։ Միևնույն ժամանակ կան հաջողված քեյսեր, որոնք սեփական օրինակը փորձում են տարածել բոլորի վրա։ Հետևաբար, միակ եւ ճշգրիտ մոտեցումն է բոլոր ռիսկերը նվազեցնելու ճանապարհով գնալը։ Ընդունել դեղամիջոցը միայն եւ միայն բժշկի ցուցումներով, անցնելով համապատասխան հետազոտությունները եւ հսկելով ընթացքը։ Շնորհակալություն, որ դիտեցիք մինչեւ վերջ։ Բաժանորդագրվեք ալիքին, որ բաց չթողնեք հաջորդ տեսահոլովակները։ Եվ հիշեք, նախ մտքի թեթևություն։